գիտեն, որ մոտակա 100 տարվա մեջ այլևս չի լինի այդ կղզին եւ իրենց պետությունը կվերանա որպես այդպեսի, բայց իրենք որոշել են ստեղծեն իրենց կղզու վիրտուալ տարբերակը, ամեն ինչ նկարում են, թվայնացնում են եւ ամենայն հավանականությամբ իրոք այդ պետությունը կշարունակի գործել, այսինքն իրանք գոնե ներկայացրել են հայտ մակին բանին, որ եթե պետությունը ֆիզիկապես չլինի, թույլ տան, որ պետությունը շարունակի գործել վիրտուալ մոդելի տեսքով նկարներով։ Իհարկե բոլոր իրավիճակներում առաջնահերթությունը մարդկային կյանքն է, աշխատակիցների, թանգարանների դեպքերում նաև այցելուների կյանքը եւ անվտանգությունը, անմիջապես կյանքի անվտանգությունը ապահովելուց հետո անմիջապես պետք է մտածել եւ ձեռնարկել քայլեր մշակութային ժառանգության ռիսկերը նվազեցնելու, պահպանումը, երբեմն տարհանումը իրականացնելու մասին։ Սպիտակի երկրաշարժին նաև ցավոք սրտի ժառանգությանը մեծ վնաս հասցվեց, բայց չի հաշվարկված դրա վնասի չափը։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության իմ զրուցակիցներ Նժդե Երանյանը, ով պատմական գիտությունների թեկնածու է, մշակութաբան, Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրենը, եւ այսօր մենք խոսել ենք շատ պրակտիկ մի հարցի մասին, ինչպես պահպանել մշակութային ժառանգությունը, ինչպես դիմագրավել աղետներին, ինչպես դիմագրավել տարբեր իրավիճակներին, որի ժամանակ հարվածը հաստվում նաև մեր մշակութային ժառանգությանը, թանգարանային ցուցադրություններին, այլ դրսևորումներին մեր ժառանգության, խոսել ենք նաև ինչպես տեխնիկական խնդիրներից, ինչպես պահպանել այդ ամեն ինչը, ինչպես պետք է աշխատեն թանգարաններ, թանգարանները նաև շատ պատմական, այսպես օրինակներ ենք բերել, սկսած Լիսաբոնի 1755 թվականի երկրաշարժից եւ վերջացրած Սպիտակի երկրաշարժից եւ Արցախյան պատերազմների հետևանքով առաջացած այդ ռիսկներից եւ կորուստներից շատ հետաքրքիր եւ իմ կարծիքով շատ օգտակար հաղորդում է ստացվել, անպայման դիտեք այն, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքներին, Telegram-ում, Spotify-ում, YouTube-ի մեր ալիքին, ինչպես նաեւ եթե կարծում եք, որ մեր աշխատանքը արժանի է նաև այսպես ֆինանսական աջակցության, կարող եք մեզ աջակցել Patreon-ում, Boosty-ում եւ Donation Alert-ում։ Շնորհակալություն, որ դիտում եք եւ սիրեք պատմությունը։ Նժդե ջան, ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Այսօր շատ բան թեմայից ենք խոսելու, մի քիչ տարօրինակ, որտեղ տեխնիկական նաև բաներ են քննարկելու, թեմաներ են քննարկելու, բայց պետք է հասկանանք, որ թեման ուղղակիորեն կապված է մշակութային ժառանգության պահպանման, մեր պատմական այսպես հիշողության պահպանման հետ եւ դրա համար կուզենայի նախ եւ առաջ հասկանայի դու Միացյալ Նահանգներում ես։ Այո։ Հետազոտական ծրագրով, ինչպես էր կոչվում ծրագիրը։ Ես Fulbright հետդոկտորական ծրագրի շրջանակում 1 տարի անցկացրեցի Քորնել համալսարանում եւ վերնագիրը ոնց էր մշակութային ժառանգության կառավարումը ճգնաժամային իրավիճակներում, որը ավելի հետազոտական, քանի որ ես մշակութաբան եմ, իմ հետազոտությունը փորձել էի պրակտիկ գործողություններից, քայլերից բացի շեշտադրում անել նաեւ մարդաբանական կողմի վրա, թե ինչ են առհասարակ աղետները, ընկալումները աղետների, տարբեր մշակութային եւ հասարակական դրսևորումները դրան դիմակայելու, կառավարելու եւ այլն, բայց եթե ուզում եմ բան անել նաեւ ընդգծել մեկ ուրիշ ծրագիր, որը նորից վերջերս մասնակցեցի եւ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է Եվրամիության ֆինանսավորմամբ մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի կամ ավելի հայտնի ICROM անունով դասընթացը, որը 6 ամսվա ծրագիր է, նախատեսված է եվրոպական գոտում մշակութային աղետների ժամանակ մշակութային ժառանգության կառավարման եւ պահպանման մասնագետների ցանց ստեղծել եւ դա ավելի պրակտիկ գործողություններ, վարժանքներ, վարժություններ, տարբեր շահագրգիռ եւ պատասխանատու կողմերի հետ հանդիպումներ եւ ծրագրերի պլանների կազմումներ։ Այս երկու ծրագիրը ինձ օգնեցին ավելի լավ եւ պրակտիկ դաշտում եւ տեսական դաշտում ավելի լավ պատկերացնել եւ թե ինչ է աղետը մշակութային ժառանգության համար եւ ինչպես է պետք դրանց։ Հենց գանք հենց այդ հարցից տերմիններից մի քիչ սկսենք, հասկանանք ինչ է աղետ, ասենք որ ասում ենք աղետ, այդ կոնտեքստում ինչի նկատի ունենք։
աղետի հետ կապված հետաքրքիր ընկալումներ եւ հասարակական ընկալումների փոփոխություններն է հետաքրքիր նաեւ տեսնել եւ դրսեւորումները հասկանալ ես եւ կարծում եմ իմ հասակակիցները նաեւ երևի միջև հիմա շատ ժամանակ դպրոցներում կամ տարբեր կրթական ծրագրերում ընդունված է ասել մարդածին կամ տեխնացին եւ բնածին աղետներ, բնական աղետներ ասեմ որ այս տեսությունը այս միտքը բավական հնացած է եւ անգամ սոցիոլոգները, մարդաբանները այլևս չեն օգտագործում բնական աղետ հասկացությունը եւ անգամ միավորված ազգերի կազմակերպության աղետների կանխարգելման եւ նվազեցման գործակալությունը հատուկ ընդգծում է անգամ իրենց կայքում որ մտնես, հենց առաջինը դա է շեշտվում, որ չկան բնական աղետներ։ Թվում է թե սա տեխնիկական ինչ-որ ձևակերպում է, բայց կարծում եմ շատ կարևոր է ֆիքսել նոր այս կետից առաջ շարժվել, թե ինչ է աղետը եւ հասկանալ, որ իսկապես չկան բնական աղետներ։ ՄԱԿ-ը ձևակերպում է աղետը որպես մի երևույթ, որը առաջ է գալիս տարբեր բնական կամ մարդածին իրադարձությունների արդյունքում փոխակերպում է հանրային կյանքը եւ որը առաջացնում է նաեւ տարբեր բնական, մշակութային, սոցիալական, քաղաքական վնասներ։ Կարծում եմ սա կարևոր մեկնակետ է այս թեման քննարկելու առումով հասկանալ, որ չկան իսկապես բնական աղետներ։ Աղետը բնական տարբեր դեպքերի, երևույթների զորօրինակ նույն երկրաշարժ, ինչ որ մենք ընդունված է համարել բնածին աղետներ, երկրաշարժի, ջրհեղեղի, ռազմական տարբեր կոնֆլիկտների արդյունքում ի հայտ եկած նոր իրողություններն են, որոնք դրսևորվում են տարբեր կերպ, տարբեր վնասի չափերով։ Բայց հետաքրքիր է նաև հասկանալ աղետի ընկալման փոխակերպումները մի քանի հազարամյակի մեջ, բավական երկար ժամանակ, մի քանի հազարամյակ, այսինքն առնվազն գրային կամ նշանային տեղեկություններ, երբ որ արդեն կարող ենք ստանալ, մինչև 18-րդ դար աղետը ընդունված էր համարել Աստծո պատիժ։ Մենք այդ մասին բազմաթիվ հետաքրքիր բաներ ունենք, չէ՞, տեղեկություններ միջագետքյան տարբեր ուրեմն պատմություններ, կտակարանային պատմություններ, ամենահայտնին իհարկե ջրհեղեղի պատմությունը կամ Նոյի առասպելը, որ բնական երևույթը մենք հիմա արդեն բազմաթիվ տեղեկություններ ունենք Եփրատի եւ Տիգրիսի մի փոքր վարարման, ջրի մակարդակի բարձրացման մասին, որոնք տարբեր պատումներում դրսևորվում են, հիշատակվում են որպես կտակարանային տարբեր պատմություններ, հունահռոմեական տարբեր պատմություններ եւս, որոնք ներկայացվում են որպես Աստծո պատիժ։ Հետաքրքիր է սա եւս հասկանալ, բայց երբ որ դու մի երևույթի նկատմամբ դրսևորում ես, դիրքավորվում ես որպես մի բան, որը Աստծո որոշելիքն է, Աստծո գործողությունն է, Աստծո քայլն է, դու այդտեղ կարծես այլևս անելիք չունես։ Կա Աստված, Աստծո որոշում եւ դու ով ես որ այդտեղ ինչ որ որոշում կայացնես։ Եվ հեղափոխական այս կետը, որ սկսեց հանրային ընկալումներին փոփոխություններ լինել 1755 թվականի Լիսաբոնի երկրաշարժներ, որը իսկապես գոնե վերջին մի քանի հարյուրամյակում Եվրոպայի ամենախոշոր ցնցումներից էր, երկրաշարժերից էր, երբ որ շքեղ այդ գեղեցիկ քաղաքը երկրաշարժի եւ բանի պատճառով, փոթորիկների պատճառով մեծամասամբ քանդվեց, դա բազմաթիվ հետագայում դրսևորումներ ունեցավ, բազմաթիվ նկարիչներ, պոետներ այդ մասին ստեղծագործություններ ձոնեցին եւ հետաքրքիր է որ կարծես նորից շարունակում էր այդ միտքը, որ այո, սա Աստծո որոշելիքն է, ամեն ինչ լավ կլինի, բայց Վոլտերը մի երկար պոեմ նվիրեց երկրաշարժին եւ քննադատելով նաեւ նրանց, ովքեր ասում էին, որ սա Աստծո որոշելիքն է եւ ամեն ինչ լավ է լինելու, ասում էր, ինչով են եվրոպական մյուս քաղաքները, Մադրիդը, Լոնդոնը, Փարիզը ավելի լավ եւ ինչով են ավելի լավ ապրել, ավելի մակրակենցաղ կյանքով ապրել, քան լիսաբոնցիները, պորտուգալացիները եւ առաջիններից մեկն էր կարծես, որ սկսեց քննադատել այս մոտեցումը։ Ժան-Ժակ Ռուսոն իր մի երկար պատասխաննամակ է գրում Վոլտերին, նույն խնդիրը բարձրաձայնելով, որ սա կարծես մարդկանց
մարդկանց գործողությունների արդյունքում առաջացած երևույթ էր, երբ որ մարդիկ կուտակեցին, շատ գեղեցիկ եւ մեծ քաղաք է եղել, անգամ բարձրահարկ շենքերով, 7 հարկանի շենքերով։ Նա նշում էր, որ մարդիկ փոխանակ մտածեին իրենց կյանքը փրկելու, մտնում էին շենքեր եւ այնտեղից իրենց հարստությունն էին դուրս բերում։ Շատ չծանրանամ եւ շատ չմանրանամ այս թեմայի շուրջ, բայց 1755 թվականը կարծես հեղափոխական իրադարձությունների տարին էր, դրանից հետո մի երկար ժամանակ, մոտավորապես մինչև 20-րդ դարի առաջին կեսը, այն ընկալումն էր, որ աղետները դրանք բնական երևույթներ են։ Կարծես մի քայլ առաջ էր ընկալումների առումով, բայց դարձյալ 20-րդ դարի 19-20-րդ դարի տարբեր իրադարձություններ եւ հատկապես երկու համաշխարհային պատերազմները բերեցին այն մտքին, որ ամեն դեպքում աղետները դրանք մարդածին երևույթներ են եւ կարծես բնության եւ մարդու շփման արդյունքում է, որ ինչպես է օրինակ նույն ուժգնությամբ երկրաշարժը որևէ տեղ կարող է մեծ աղետ առաջացնել, մի ուրիշ տեղ ոչ, այսինքն իսկապես կարծես սա կարևոր մի կետ է, որ արժի որ ֆիքսենք առհասարակ մեր հասարակական մեր ընկալումներում, որ աղետները դրանք մի բան են, որից չեն կարող խուսափել, դրանք կյանքի գործունեության ընթացքում, այո, ուղեկցող մի բան են, կարելի է կանխատեսել, կարելի է պատրաստվել, կարելի է ունենալ համապատասխան գործողությունների պլան, մասնավորաբար եթե մենք խոսում ենք մշակութային ժառանգության մասով, այո, կարելի է կանխատեսել եւ նվազեցնել վտանգի չափը, բայց առհասարակ խուսափել կարծես հնարավոր չի եւ պետք է ուղղակի պատրաստ լինել դրան։ Հա, մեր մեջ էլ այդ էվոլյուցիան շատ լավ նայ մեզանում էլ է, չէ՞, լավ երով, օրինակ բանի ես ուղղակի պատմեի, հիշեցի այդ Վանա լճի փոթորիկները, չէ՞, որ կապում էին Վահագն Աստծու եւ վիշապների պայքարի հետ, բան, այսինքն այդ մարդկությունը վերջի այդ նույն բաներով է անցել եւ կամ այդ երկրաշարժերը, որ դվին քաղաքն էին ավերում կամ ասենք մյուս քաղաքները, Աստծո պատժի, Աստծո այսպես մեր մեղքերի ոնց որ հատուցման բան էին բերում, բայց իրոք հետո երբ որ եղավ Սպիտակի երկրաշարժը, մենք տեսանք, որ ասենք շենքերի մի մասը, որոնք այսինքն կառուցված էին թվում էր թե նույն պլանով, թվում էր թե նույն մոդելով դիմացան, իսկ մյուս մասը չդիմացավ եւ այստեղ հարց է առաջանում իրոք ինչքանով բարեխիղճ էին կառուցողները, ինչքանով բարեխիղճ էին վերահսկողները, ովքեր այդ աշխատանքները կատարեկան ընդունել էին, որ այդպես ստացել եւ դրա համար համաձայն եմ այդ մարտածին գործոնը իրոք մարդու գործոնը շատ մեծ է այդ աղետների։ Իսկ երբ որ ասում ենք, որ պետք է պատրաստվել, ասենք այդ ռիսկների գնահատում, բան, ով պետք է անի, ուզում եմ հասկանալ, էլի։ Ուզում եմ ասել, որ մշակութային ժառանգության ոլորտում կոնցեպտուալ առումով աղետներին պատրաստվելը կամ ասենք ավելի լավ կլինի կառավարելը կոնցեպտուալ առումով չի տարբերվում քաղաքացիական պաշտպանության մյուս ոլորտներից։ Բնականաբար ունի առանձնահատկություններ, դա կապված է նրա ժառանգության բնույթի հետ, որոշ առանձնահատկությունների հետ, բայց կոնցեպտուալ առումով չի տարբերվում եւ այստեղ հիմնականում գործում է Մերհի օրենքը, Էդվարդ Մերհին, ով ռազմաօդային ուժերի ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինժեներ էր երկրորդ համաշխարհայինի տարիներին, առհասարակ աղետների կառավարման կոնցեպտը կարծես հենված է Մերհի օրենքի վրա, ով ասում է, որ եթե որևէ բան կարող է սխալվել, վատ գնալ, անպայման մի օր սխալվելու է։ Այսինքն, եթե առհասարակ հնարավոր է, որ որևէ ոլորտում տեղի ունենա պատահար, աղետ, անպայման մի օր լինելու է եւ այսինքն պետք է պատրաստվել, ունենալ առնվազն գոնե մշակութային ժառանգության ոլորտի համար, պետք է ունենան արտակարգ իրավիճակների կառավարման պլան։ Ես բազմաթիվ թանգարաններում, ժառանգության տարբեր ինստիտուտներում հետազոտության ընթացքում ծանոթացել եմ այդ կառավարման պլաններին, ծանոթացել եմ նաև հայաստանյան որոշ կառույցների այդ մշակութային բանի արտակարգ իրավիճակների կառավարման պլաններին, առնվազն թղթի մակարդակով դրանք կան, բայց այլ հարց է, թե ինչքանով են համապատասխանում իրավիճակին, որովհետև լիազոր մարմինները, եթե չեմ սխալվում, տարեկան կտրվածքով մեկ անգամ պետք է ներկայացնել այդ պլանները, դրանք շատ հաճախ ասեմ, որ հատուկ շեշտեմ, որ սա միայն ներհայաստանյան խնդիր չի,
կան կառույցներ, որոնք պարզապես այդ տարեկան թվականի փոփոխությունն են անում, եթե որոշ աշխատողներ փոխվել են, պատասխանատուներ փոխվել են, անունների փոփոխություն եւ այդ մի քանի էջանոց փաստաթուղթը նորից ներկայացնում են հաստատման, որը եւ հաստատվում է, բայց դա ամբողջությամբ չի համապատասխանում իրավիճակին, ես շատ փոքրից, երբ որոշ դեպքերում փոքր մինչև ամենախոշոր թանգարանները հնարավորություն ունեցել եմ ծանոթանալ այդ կառավարման պլաններին նահանգներում, որոնք մի քանի 100 էջանոց փաստաթղթեր են, պատասխանելով հիմնական 4 իրավիճակների՝ կանխարգելում, նախապատրաստում, մի փոքր ավելի մանրամասն այս մասին խոսեմ, աղետից հետո գործողությունների պլան եւ վերականգնում, եւ սա պատկերացրեք պարտադիր է, որ հետազոտական փուլով անցած կառավարման պլաններ լինեն, ինչ նկատի ունեմ սրա տակ, որ խումբը աշխատի եւ հնարավորինս կանխատեսի ինչ ռիսկեր կան ժառանգության տվյալ օբյեկտում, դա կարող է կախված լինել ժամանակաշրջանից, թե ինչ ժամանակներում են ապրում, օրինակ բազմաթիվ կոնֆլիկտի գոտիներում բնականաբար առաջին ռիսկը նույնպես այդ աղետներից մեկն է, կախված հավաքածուի տիպից, սեյսմիկ իրավիճակից, այսինքն կանխատեսել հնարավոր ռիսկերը եւ ռիսկի ամեն տեսակի համար ունենալ գործողությունների համապատասխան պլան, որովհետեւ հնարավոր աղետից հետո բոլորը արդեն զբաղված են լինում ուրիշ գործողություններով եւ հնարավոր չի նոր տեղում քայլերի հաջորդականություն որոշել, պետք է ունենալ նախապես կանխատեսված այդ քայլերի հաջորդականությունը, որը ասեմ առնվազն գոնե առաջին 2 մակարդակը կանխարգելում եւ պատրաստությունը չեն ենթադրում ֆինանսական մեծ ծախսեր, այսինքն չունենալու պատճառը ռեսուրսների բացակայությունը չի, չունենալու պատճառը հաճախ նաեւ գիտելիքի բացակայությունը չի, որովհետեւ դա հնարավոր է ձեռք բերել գործընկերների տարբեր դասընթացների արդյունքում գուցե կամքի ցանկության բացակամ լրջության չգիտակցել է, էլի մարդկանց թվում է, որ դա անկարևոր ինչ-որ մի բան է։ Այո։ Պետք է առնվազն ասենք ունենալ այդ ամբողջ հավաքածուների թվային տարբերակները եւ պահել դրանք մի քանի 2-3 տեղում, որովհետեւ հնարավոր աղետի դեպքում հնարավոր է այն տեղը, որտեղ որ պահվում է, վնասվում է եւ մի քանի տեղում պահելու դեպքում ռիսկը նվազում է։ Պետք է ունենալ այդ ցուցակները, որոնք պետք է տարհանել առնվազն ասենք ֆոնդապահոցներում էլեկտրական բաներից հեռու, ջրային ռեսուրսներից հեռու, այսինքն քայլեր են, որոնք միևնույնն է մենք մեր առօրյայում նկատի ունեմ ժառանգության ինստիտուտներում աշխատող թանգարաններ, արխիվներ, գրադարաններ, այսինքն մեր առօրյայի մի մասն է այդ ամենը, բայց պետք է դրան հատկապես ուշադրություն դարձնել կամ վերապատրաստումները, իրական սցենարով վերապատրաստումներ անելը։ Դարձյալ դա մեծ ռեսուրսների հետ չի կախված։ Իսկ ով պետք է անի, այսինքն կա ինչ որ Հայաստանում ինչ-որ մի խումբ կամ կառույց, որը կգա եւ ասենք թանգարանի աշխատակիցներին կվերապատրաստի, կսովորեցնի։ Մենք առայժմ համագործակցում ենք արտակարգ իրավիճակների ծառայության հետ, բայց ասեմ, որ բոլոր այն դեպքերում, բոլոր այն երկրներում, որտեղ հիմնական դերակատարը արտակարգ իրավիճակների ծառայությունն է, այս համակարգերը դարձյալ արդյունավետ չեն աշխատում, ընդհակառակը շատ երկրներում վերապատրաստում են նաև հենց արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին, որովհետև նրանք վարժված են, նրանց գիտելիքը բավարարում է քաղաքացիական պաշտպանությանը, շենքի անվտանգության պաշտպանությանը, բայց մեր խոսքի սկզբում որ նշեցի ժառանգությունը ունի որոշ առանձնահատկություններ, վերաբերում է այդ հավաքածուների տեղում պահպանմանը, տարհանմանը, նախապատահարային ենթադրենք շատ ավելի հաճախ հանդիպում է դա ռազմական կոնֆլիկտներից, բախումներից առաջ տարհանմանը, էվակուացիային կամ հետ պատահարային։ Իհարկե բոլոր իրավիճակներում առաջնահերթությունը մարդկային կյանքն է, աշխատակիցների, թանգարանների դեպքերում նաև այցելուների կյանքը եւ անվտանգությունը, անմիջապես կյանքի անվտանգությունը ապահովելուց հետո անմիջապես պետք է մտածել եւ ձեռնարկել քայլեր մշակութային ժառանգության ռիսկերը նվազեցնելու, պահպանումը, երբեմն տարհանումը իրականացնելու մասին։
Առայժմ Հայաստանում այդ գործառույթը իրականացնում է արտակարգ իրավիճակների ծառայությունը, մշակույթի նախարարությունը, թանգարանների միջազգային կոմիտեն, միջազգային ICOM Հայաստանը, միջազգային որոշ գործընկերների ներգրավմամբ 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո որոշ վերապատրաստումներ իրականացրել են, որը կարևոր, բայց կարծում եմ ոչ բավարար քայլ է, պետք է ունենալ կայուն ծրագիր, պարբերաբար նմանատիպ վերապատրաստումը թանգարանային ոլորտի, ժառանգության ոլորտի բոլոր աշխատակիցների, ոչ միայն ֆոնդապահների, այլ նաև ասեմ, որ այս աղետների դեպքում իրավիճակի գլխավոր դերակատարը դառնում են վերականգնողները, ռեստավրատորները։ Միշտ ռեստավրատորների պակասը զգացվում է բոլոր իրավիճակներում, այսինքն ոչ միայն սա ֆոնդապահների, այլ նաև բոլոր սեկտորների պատասխանատվության դաշտն է, բայց ուզում եմ այս համատեքստում խոսել նաև արագ արձագանքման կամ փրկարար խմբի մշակութային, կոնկրետ մշակութային ժառանգության արագ արձագանքման խմբի կարևորության մասին, կարծես վերջին 5 տարում ընդհանուր իրավիճակը գնում է նրան, որ ամենաարդյունավետը նման բոլոր երկրների համար նման խմբեր ունենալն է։ Վերջին տարիներին տարբեր ամերիկյան մայրցամաքի տարբեր երկրներում, եվրոպական տարբեր երկրներում ամենաակտիվ գործողը այս պահին Ուկրաինայի դեպքը, երբ որ ստեղծվում է նման խումբ, բացառապես կամավորներից կազմված, որոնք որևէ աղետի, որևէ ռիսկի դեպքում առաջին արձագանքողներն են։ Դա ունի մի քանի արդյունավետ գործելու հնարավորություն, նախ կամավորությունը երբեք չես կարող համատել պարտադիր աշխատանքի հետ։ Պարտադիր, այսինքն աշխատանքի դեպքում դու վերադասից ստանում ես հրահանգ, որը երբեմն կարող է քո սրտով չլինել եւ դա անես այս կամ այն կերպ, կամավորությունը ենթադրում է մեծ նվիրվածություն եւ ավելի մեծ պատասխանատվություն, կարծում եմ։ Կամավորությունը ենթադրում է նաեւ այս իրավիճակներում ավելի արդյունավետ աշխատանք։ Հետո մեծ ծավալի աղետները կարող են լինել մեծ կամ փոքր ծավալի կախված իրավիճակից, ենթադրենք մի կառույցի ներսում է որևէ բան պատահել, թե մեծ ծավալ է ընդգրկում քաղաք կամ թաղամասեր, նման իրավիճակներում որպես կանոն ես խոսում եմ ընդհանուր կոնտեքստից, ոչ չմասնավորեցնելով Հայաստանի վրա, որպես կանոն աշխատակիցներից բոլորը ունենում են իրենց անձնական խնդիրը, ընտանիք, անձնական հոգացություն, սթրես, իսկ սթրեսային, հետ սթրեսային իրավիճակում արդյունավետ գործելու հավանականությունը նվազում է։ Այսինքն ոչ տվյալ բնակավայրից դրսից նման խումբ ունենալը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը, հետո նման խումբը ավելի մոբիլ է, օրվա տարբեր ժամերի իրավիճակների կարող է արձագանքել եւ վերջապես ամենակարևորը, որ նման խմբին վերապատրաստելը բնականաբար սա չի պակասեցնում ժառանգության ինստիտուտների աշխատակիցների պատասխանատվությունը։ Ես չեմ խոսում, որ վերապատրաստում պետք չի անել, բայց նման խմբին պարբերաբար վերապատրաստելը ավելի արդյունավետ եւ ավելի արագ է, կարծում եմ սա այն գործողությունների հաջորդականությունն է, որին պետք է գնանք նաեւ մենք եւ փորձենք Հայաստանում եւս ստեղծել նման խումբ, որը ինքը կվերապատրաստվի, որը կվերապատրաստի Հայաստանի ժառանգության տարբեր ինստիտուտների աշխատակիցներին, ել չեմ խոսում, որ Երևանից դուրս բազմաթիվ թանգարաններ եւ գրադարաններ աշխատում են 1 տասնյակից ավելի քիչ աշխատակիցներով, որոնք իրական իրավիճակում, գիտեք, հեշտ է ասենք, թղթի վրա իդեալական գծել այդ ամեն ինչը, բայց իրավական իրավիճակում, որ դիտարկում ես այդ ամեն ինչը, 10 աշխատակից ենթադրվում է, որ օրինակ ամսվա տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս մեկը արձակուրդում է լինելու։ Թվում է մանրուք է, բայց իրական մեկը զբաղված է լինելու ընտանիքով, այսպես եւ արդյունքում մնում են 2-3 աշխատակից, որոնք իրավիճակին արագ արձագանքելու հնարավորություն չեն ունենում եւ նման խումբ ունենալը կարծում եմ այդ արդյունավետ քայլերից մեկը կարող է լինել ժառանգությունը ավելի կայուն, ավելի դիմակայուն եւ պաշտպանված դարձնելու համար։ Հա, հետաքրքիր է, իսկ մենք նոր մտքովս անցավ, իսկ մենք ունենք հաջողված օրինակներ, որոնք կարող են այդպես մեր համար մոդելային լինեն, հա։ Նկատի ունեք Հայաստանում, կարող է համաշխարհային լինի, էլի, ասենք, որ նման աղետ ա եղել ու հաջողությամբ այդ հարցը ոնց որ լուծվել է կամ չգիտեմ։
Հա, ես եթե թույլ տաք մի քիչ պատմական կտրվածքով ընդհանուր միայն բնականաբար ունենք հաջողված դեպքեր, բայց այդտեղ ուզում եմ երկու բան շեշտել, որ բացարձակ պատրաստ կառույցներ չկան։ Հա բոլոր դեպքերում լինում են թերացումներ եւ խնդիրը որովհետեւ միշտ հետահայաց հեշտ է գնահատել, բայց ապագայի մասին դե միշտ իրավիճակը տարբեր է լինում։ Հնարավոր է դու քայլերի հաջորդականություն անես, ունենալ պլան չի ենթադրում ունենալ 100%-ով պաշտպանված իրավիճակ, ժառանգություն, բայց ունենալ պլան ենթադրում են նվազեցնել ռիսկերը, հնարավորինս ավելի պաշտպանված դարձնել։ Այսինքն ամբողջությամբ պատրաստ իդեալական իրավիճակ գուցե չկա կամ կախված է իրավիճակից, բայց կարևոր է նաև վատ դեպքերը դիտարկել, վատ դեպքերը ուսումնասիրել, ընդհանրապես այս ոլորտում ժառանգության ճգնաժամային կառավարման պլաններ ունենալը ուշադրություն ավելի սկսեցին դարձնել 1966 համաշխարհային կտրվածքում 1966 թվականից հետո Ֆլորենցիայի ջրհեղեղը հսկայական վնաս հասցրեց Ֆլորենցիայի մշակութային ժառանգությանը, միլիոնավոր ամենամեծ վնասը եղավ ազգային գրադարանում, միլիոնավոր գրքեր ուղղակի ջրի տակ անցան, թանգարանների հավաքածուներ, ծավալը այնքան մեծ էր, որ Իտալիան, որը ունի մշակութային ժառանգության կառավարման մասնագիտական մեծ խումբ, իրավիճակի հաղթահարումը չկարողացավ իր ուժերով կազմակերպել, բազմաթիվ երկրներ մասնագետներ ուղարկեցին տեղում իրավիճակը կայունացնելու եւ փրկելու համար եւ առաջին անգամ կարծես այս Ֆլորենցիայի ջրհեղեղն է համարվում այդ մեկնակետը, երբ որ սկսում են մտածել որ ճգնաժամային կառավարման պլաններ ունենալու մասին։ Դրանից հետո մեծ մյուս այսպես բանը ուշադրությունը եկել սկսեցին դարձնել 90-ականներից, երբ որ նկատեցին, որ դարձյալ բազմաթիվ կառույցներ, ժառանգության կառույցներ աշխատում են առանց արտակարգ իրավիճակների պլան ունենալու։ Մի քանի այդպես մեծ իրադարձություններ փոխում են իրավիճակը, օրինակ 2005 թվականի Նոր Օրլեանի փոթորիկը Կատրինը, որ հսկայական վնաս հասցրեց ընդհանրապես բնակչությանը, հազարավոր զոհեր, անտուններ եւ դրանց թվում նաեւ մշակութային ժառանգության մեծ վնասներ եւ Ամերիկայի հենց նահանգների թանգարանների աշխատակիցներ, ովքեր տեղում եղել են, իրենք էլ խոստովանում են, որ սա այն փոփոխության կետներ, մեկնակետներ կամ երբ որ իրենք հասկացան, որ ինչքան անպատրաստ են եւ իհարկե մասշտաբով չենք կարող համեմատել, բայց գոնե կարող ենք նայել թե հետահայաց նայել թե Կատրինից հետո մինչև նախորդ տարի մոտավորապես 20 տարի անցավ նախորդ տարի Ֆլորիդայի այդ Հելենա փոթորիկը իհարկե ծավալով տարբեր, բայց դարձյալ նոր իրավիճակ էր ստեղծել, համեմատել թե որքան ավելի պատրաստված էին եւ ոնց էր ավելի պատրաստված էին բնականաբար ավելի պատրաստված էին կանխատեսված էր արդեն փոթորիկը կանխատեսված էր վտանգը գիտեք շատ հաճախ էս հնարավոր է որ միայն թանգարանների ժառանգության ոլորտի պատասխանատուների վրա չեմ ուզում այս ամբողջ պատասխանատվությունը դնել, որովհետև շատ հաճախ լինում է որ պատրաստված են լինում թանգարանի աշխատակիցները, բայց հասարակ կոմունիկացիայի պատճառով այդ բանը բնական տարերքը մեծ վնաս է հասցնում, օրինակ Քորնինգի ապակու թանգարանը, որ 1972 թվականին նորից ջրի տակ անցավ, թանգարանը մեծ հաշվով իրավիճակին արձագանքելու մեխանիզմներ ուներ նման պլանը, բայց քաղաքային իշխանություններից նրանց հավաստիացրել էին, որ որևէ նման բան չի կարող սպառնալ, շրջանցելու է Քորնինգը, շրջակայքը եւ այլն, բայց փաստացի դա սխալ կոմունիկացիայի եւ սխալ տեղեկատվություն փոխանցման արդյունքում թանգարանը նորից վնասվեց։ Այսինքն միայն լավ հաջողված իրադարձությունները ավելին ասեմ, հաջողված դեպքերը գուցե այնքան ինֆորմացիա չեն տալիս, ինչքան այս դեպքերը։ Ես օրինակ Դեթրոյթում բանի թանգարանում եղա, որ Հենրի Ֆորդի Ամերիկայի ինովացիոն թանգարանում, Հենրի Ֆորդի թանգարանում
որտեղ մի քանի տարին մեկ ջուրը ինչ որ չափով ծածկում է, հսկայական թանգարան 20-ից ավել մասնաշենքերից բաղկացած, բոլորը տենց գիգանտ կառույցներ, բնականաբար ամեն բանը իրենց ավելի դիմակայուն է դարձնում, ամեն իրավիճակը մի անգամ պատրաստվում են ջրի մակարդակի բարձրացմանը, հանկարծ բանի ինչ որ էլեկտրականության խնդիր է առաջանում, մեկ էլ հրդեհ է առաջանում, ուզում ասեմ, այս բաները իրավիճակները իրենք են օգնում, որ ավելի դիմակայուն եւ ավելի պատրաստված լինել եւ վերջում ուզում եմ երկու դեպքի մասին խոսել, մեկը 2019 թվականի Կալիֆոռնիայի Գեթի հրդեհը, հայտնի որպես Գեթի հրդեհ, որտեղ Գեթի կենտրոնի շրջակայքից բռնկված հրդեհ, որը տարածվել է եւ քաղաքին մեծ վնաս հասցրել, եւ մյուսը 25 թվականի արդեն այս հունվարին նորից Լոս Անջելեսում բռնկված հրդեհը, որը անվանում են վերջին տարիների նահանգների ամենաաղետալի հրդեհներից մեկը, համեմատելով առնվազն այս երկու հրդեհները նորից տեսնում ենք, թե որքան ինչպես է անգամ վատ դեպքը հանդիսանում, խթան հանդիսանում ավելի լավ պատրաստվելու եւ ավելի ուժեղ մեխանիզմներ ունենալու։ Չնայած 19 թվականին թանգարանը բարեբախտաբար չէր դուժել Գեթի թանգարանը, բայց իրանք արդյունքում տեսել էին աշխատանքի բաց կետերը։ Եվ մյուս հիմա արդեն 25 թվականին կարծես 6 տարի անց բռնկված հրդեհը, որը ծավալով ավելի մեծ էր, բայց կղզու մեջ էր վերցել թանգարանը, որովհետև շրջակայքի իսկապես մեծ վնասներ էր կրել, բայց թանգարանը բավական դիմակայուն էր։ Մեր դեպքում էլ հայկական իրականությունում էլ մենք ունենք բազմաթիվ, եթե չխոսենք միջնադարյան վկայությունների տվյալների մասին, որոնք էպիզոդիկ, անձնական գուցե նախաձեռնություններով կամ ոչ կանոնակարգված աշխատանքներ էին, առնվազն գոնե 1900-ականների սկզբներին, դրանից հետո ունենք մի քանի հաջող դեպքեր, բայց ցավոք սրտի ունենք նաև իրավիճակներ, որոնք թվում է, որ այսքան գիտելիքով եւ ինչ որ առումով պատրաստված պետք է լինեինք, բայց դարձյալ մեր աշխատանքի թերացման պատճառով ունենք ժառանգության կորուստներ։ Ես որպես լավ դեպք ուզում եմ հիշատակել Անի հնադարանի փրկության տարհանման դեպքը, կարծես մի, չգիտեմ, հերոսական պատմություն լինի, ինչպես են այդ համաշխարհային պատերազմի տարիներին կանխատեսելով թուրքական բանակի հարձակումը, Աշխարհբեկ Քալանթարը կազմակերպում եւ տարհանում են Անի հնադարանը, մասնակցում են բազմաթիվ հայերի մասնակցությամբ, տարհանում են այդ հավաքածուն, բայց դրան զուգահեռ ունենք նաեւ դա որ թվին է 1918 թվականին առաջին հանրապետության չստեղծված, բայց դրան զուգահեռ նաև ունենք դեպքեր, մենք Սպիտակի երկրաշարժին նաև ցավոք սրտի ժառանգությանը մեծ վնաս հասցվեց, բայց չի հաշվարկված դրա վնասի չափը։ Գիտենք, որ Շիրակի երկրագիտական թանգարանը եւ հավաքածուն է դուժել, գիտենք, որ Սպիտակ քաղաքի երկրագիտական թանգարանն է ամբողջությամբ ավերվել եւ անգամ դրանից հետո չի վերաբացվել, հավաքածուն ամբողջությամբ կորել եւ վնասվել է, բայց չունենք ամբողջությամբ հաշվառած այդ ժառանգությանը հասցված վնասի չափը։ Եվ իհարկե վերջին ես էլ էի դրան ուզում գայի, որ բաստացի ամենամեծ այսպես աղետալի վնասները, որ մենք տեսնում ենք, դա Արցախի հետ կապված, չէ՞։ Իհարկե ռազմական իրավիճակում միշտ անկանխատեսելի է լինում, թե ինչ քայլերի կդիմի քո հակառակորդը, մեր իրավիճակը ցույց է տալիս, որ միշտ չի, որ կամ ավելի հաճախ ոչ հումանիտար վարք է դրսևորում Ադրբեջանը եւ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ եւ ունենք բազմաթիվ դեպքեր, օրինակ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծումը 1 ժամվա ընթացքում, ինչը փաստում է, որ դա դիպվածային պատահար ինչ որ արկ չէր, որ ընկավ այդտեղ, կամ Տիգրանակերտի
բանի հնագիտական բազայի արկակոծումը, բայց ունենք նաև հետպատերազմյան իրավիճակում բազմաթիվ ժառանգության օբյեկտների, եկեղեցիներ, խաչքարեր, թանգարաններ, կիսանդրիներ, արձաններ, բայց այս ամենից զատ ես ուզում եմ նաև մենք այս իրավիճակությունները դիտարկենք նաև մեր գործողությունների տեսանկյունից, որքանով ենք արդյունավետ գործել, որքանով էին մեր քայլերը ճիշտ, կոմունիկացիան, աշխատանքների կազմակերպումը եւ ինչի՞ չէ նաեւ 44-օրյա պատերազմից հետո հաջորդիվ 3 տարիներին սահմանի տարբեր հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում նորից ներխուժումը եւ նույն իրավիճակում որքանով ենք արդյունավետ մենք գործում սրանք հայլեր են որոնք մանրամասն քննություն, մասնագիտական քննություն են ենթադրում եւ կարծում եմ որ այս իրավիճակներն են որ եւ միջազգային փորձը, միջազգային լավ եւ վատ փորձը հաշվի առնելով եւ հատկապես մեր փորձը հաշվի առնելով մենք մեր քայլերի հաջորդականությունը պետք է մշակենք։ Իրականում իրոք շատ ցավալի է, այսինքն որ նայում ես Արցախում, այսինքն այդ ամբողջ նյութը, այդ ամբողջ ժառանգությունը որ մնաց, միայն թանգարանային հավաքածուները ոչ մի բան չի տեղափոխվել Հայաստան։ Մանրամասնային շատ չեմ տիրապետում, որովհետև Արցախի իշխանություններն են կազմակերպել բազմաթիվ որոշ քայլեր։ Գիտեմ, որ որոշ բաներ տարհանվել են եւ ասում են, որ ավելի անվտանգ տեղում են։ Բայց մենք բացի դա, իհարկե, գիտեք, շատ կարևոր է այդ տարհանված ժառանգությունը, չնայած այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, միջազգային իրավական դաշտն է, որի մասին էլ կուզեմ մի փոքր խոսենք, բայց այս ժառանգությունը նաև ունի հետ պատահարային սթրեսը հաղթահարելու կարևոր գործառույթ։ Առհասարակ նման իրավիճակներում մարդիկ, ովքեր կազմակերպում են այս ժառանգության պահպանումը, միշտ ընդգծվում է, որ ունեն որոշակի մեղքի զգացում, որովհետև կան դրան զուգահեռ մարդկային կյանքի կորուստներ եւ այդ իրավիճակում դու քայլեր ես ձեռնարկում ժառանգության պահպանման ուղղությամբ, մի փոքր այսպես մեղքի զգացման նման մի բան է արթնանում, բայց հետ պատահարային իրավիճակում սա շատ կարևոր քայլ է, որովհետև օգնում է, որ սա մեր հիշողության, մեր պատմության մի մասն է եւ այս ամեն ինչը օգնում է, որպեսզի սթրեսը ավելի հեշտ հաղթահարվի։ Ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք միայն տարհանված ժառանգության մասին, բայց ես իմ մասնագիտական հետաքրքրության, քննության, հետազոտման դաշտում է նաև այն ինչ որ մնաց եւ բացի այն ինչ որ մնաց, նաև ինչու մնաց։ Սա կարևոր հարց է գոնե իմ հետազոտությունների առանցքում, որովհետեւ մենք պետք է հասկանանք ինչու մնաց եւ ինչ պետք է անենք, որ հետ այսու նման քայլեր չլինեն։ Իսկ ինչ վերաբերում է այդ փրկված, տարհանված ժառանգությանը, սա մի փոքր իրավական միջազգային իրավական դաշտի կարգավորումների այդ բախումների մեջ է հայտնվում, որովհետև այս թեման կարգավորվում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայով, զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիան է դա, որը սահմանում է, որ ռազմական իրավիճակներում պետք է ըստ անհրաժեշտության տարհանել ժառանգությունը, խաղաղ իրավիճակում դրանք վերադարձնելու պայմանով։ Այսինքն սա փրկված ժառանգությունը հիմա այս առումով որոշակի չասեմ խոցելի, բայց որոշակի երկակի մեկնաբանման եւ ընկալման դաշտում կարող է հայտնվել։ Եվ այս կոնտեքստում ես ավելի կարևորում եմ հատկապես այն ժառանգությունը, որոնք մասնավոր ջանքերով եւ մասնավոր հավաքածուների մեջ են փրկվել, մարդկանց ընտանեկան ժառանգությունը, ընտանեկան հիշողության մասը եւ ինչու էին մարդիկ, ասենք, այդ իրավիճակում, երբ որ կար տարածքի, տրանսպորտի սահմանափակումը խնդիր, ինչու էին մարդիկ մտածում հենց կոնկրետ այդ իրենց ընտանիքի լուսանկարները, զարդերը, գորգերը, կարպետները, որտեվ սրանք եւս կարևոր հիշողության եւ բանի մաս են կազմում։ Հա, չէ, շատ կարևոր ամեն դեպքում
այդ ճիշտ ես ասում, այդ սահմանափակ տարածքի առումով դու պետք է ընդրություն կատարես, ոչ որն է առաջնային, որը երկրորդական, եւ դա շատ կարևոր է։ Իսկ բանը հիմա ուզում եմ մի քիչ սրեմ այդ իրավիճակը։ Հիմա ուզում եմ հասկանամ, մենք դասեր քաղել ենք ստացվածից, թե չէ։ Կամ ասենք ինչպես ես դու տեսնում ընդհանրապես դաշտը։ Դժվարանում եմ պատասխանել, ամեն դեպքում դասեր քաղելը ցավոք սրտի կերևա որոշակի նոր իրավիճակից հետո, այսպես եթե ավել ընդհանուր ձևակերպեմ, բայց այն ինչ որ այն իրավիճակը ինչ որ տեսնում եմ, կան բազմաթիվ քայլեր ու հնարավորություններ, որոնք պետք է իրականացվեն, որոնք առայժմ չեն իրականացվում։ Բայց իրավական դաշտը կա, չէ՞, ես ճիշտ եմ հասկանում, այսինքն օրենքով պարտավորությունը կա, չէ՞։ Իրավական դաշտի եւս մեծ խնդիր ունենք, որ ընդունվել է թանգարանների մասին օրենքը, որը շատ կարևոր կարգավորում է դաշտում։ Դրանից հետո կա մշակույթի նախարարի հրաման արտակարգ իրավիճակներում մշակութային թանգարանային հավաքածուների տարհանման վերաբերյալ առայժմ այսքանը կարևոր, բայց ոչ բավարար քայլ եմ համարում սա։ Նախ գտնում եմ, որ դա չպետք է լիներ միայն տարհանման գործողությունների քայլ հրաման առհասարակ ավելի լայն ընդգրկում ունենար եւ առհասարակ թանգարանների կամ ինչպես կուզենանք անվանել մշակութային ժառանգության գուցե կառավարման գործողությունների քայլերի հաջորդականությունը լիներ, հրամանը դրան վերաբերեր։ Մյուս խնդիրը, որ կան բազմաթիվ թանգարաններ, արխիվներ, Հայաստանի օրինակ Հայաստանի ազգային արխիվը չի ենթարկվում մշակույթի նախարարությանը։ Մշակույթի նախարարի հրամանը չի կարող գործել դրա ազգային արխիվի վրա, բայց բոլորս գիտենք, թե ինչ կարևորության ժառանգություն է պահվում արխիվում։ Հայաստանյան բազմաթիվ թանգարաններ չեն ենթարկվում մշակույթի նախարարությանը, գործում են տեղական կառավարման մարմինների ենթակայության, ել չեմ խոսում փոքր համայնքային թանգարանների, դպրոցների անկյուններում ստեղծված թանգարանների մասին, որտեղ երբ որ մի փոքր խորացված նայում ես, տեսնում ես իսկապես ինչ հետաքրքիր ժառանգություն է այնտեղ պահվում։ Ուզում եմ ասել հետ պատերազմական, գուցե նաև հետ կովիդյան, որովհետև համաճարակները մեկ այլ աղետ են թանգարանների համար։ Այս իրավիճակում գուցե որոշակի քայլեր արվել են, կարևոր, բայց ոչ բավարար, եւ գլխավոր քայլը պետք է լինի, որ մշակութային ժառանգության կառավարումը ճգնաժամային իրավիճակներում ներառվի ազգային ճգնաժամային կառավարման պլանի մեջ։ Առայժմ չունենք այս քայլը եւ քանի դեռ չունենք, պետք է ասենք, որ ունենք բաց թողումներ։ Հա, բայց նաեւ պետքա դա հանրայնացվի ու ասվի, որովհետեւ մենք եթերից առաջ որ խոսում էինք, թե ինչ կան անփույթ ենք մենք ռազմավարական ծրագրեր կազմելու կամ պլանավորման մեջ, այսինքն մեր պլանավորման հորիզոնը այնքան մոտ է, հա, այնքան կարճ է, սահմանափակ է, որ մենք ասենք մեկ շաբաթ, մեկ ամսից այնքան բան չենք ուզում ավելի շատ պլանավորենք։ Իսկ նաև ինչ որ դու մի քիչ առաջ նշեցիր, որ միշտ եթե մի բան կարող է պատահել, ապա ինքը անպայման կպատահի, դրա հետ կապված կա շատ հետաքրքիր մի բան, իսրայելական ռազմավարությունը, որ ասում է, եթե մի բանի հավանականությունը, ինչ որ թիվ կա, շատ փոքրիկ թիվ է, 10% թե 5%, եթե դրա հավանականությունը 5% կամ 10%-ից ավել է, ուրեմն մենք դրա համար եւ միջոցներ ենք տրամադրում եւ պատրաստում ենք, այսինքն կոպիտ ասած, եթե կա հավանականություն, որ այլ մոլորակայինները կարող է գան երկրագնդի վրա եւ եթե գիտնականները համարեն, որ դա 5%-ից ավել է, մենք պետք է պատրաստենք այլ մոլորակայինների ընդունման եւ սա ոնց որ պետք է դառնա մեր կյանքի առօրյա մասը, որովհետեւ ցավոք սրտի ախր այն որ ասում եմ դասեր քաղելը մի քիչ իհարկե պրիմիտիվ բան եմ ասում, բայց այս վերջին 30 տարվա մեջ ինչ ասես մեր գլխով չանցավ էլի պատերազմներ, երկրաշարժ, չգիտեմ, ջրեղեղներ, ամեն ինչ էլ համավարակ եւ թվում է այդ ամեն ինչը մեզ պետք է ցույց տա նրան, որ ապագա 30 տարվա մեջ
մենք հաստատ դրանցից ինչ որ մեկի հետ էլի առնչվելու ենք։ Ինչքան էլ հիմա ես վատ բան չեմ ասում, մարդիկ էլի միջև ետերը խոսում ենք, չէ՞, մարդիկ սիրում են ասեն, ինչու եք վատ բանից խոսեք, որ բանը այսպես ոնց որ բան եք անում, կանչում եք այդ վատ հադաշտանը, բայց չի, ես ուզում եմ որ մեր լսողները պատրաստ լինեն, որ մոտակա 30 տարվա մեջ ես նույնիսկ մեծ թիվ եմ ասում, մենք հաստատ այդ դրանցից մեկի հետ էլի առնչվելու ենք։ Պատերազմ լինի, բնական աղետ լինի, երկրաշարժ լինի, համավարակ լինի, մենք հաստատ դրա միջով էլի անցնելու ենք։ Եկեք դա ընդունենք որպես իրողություն եւ բոնե պատրաստ լինենք էլի դրան։ Իհարկե, ես կամ դուք չենք դա բանանում էլի։ Հա, մեր ընտրությունը չի։ Մեր ընտրությունը չի, իհարկե։ Եվ ես իմ ընկերներին, գործընկերներին էլ հաճախ ասում եմ, որ եթե ուզում ենք որ առաջիկա 30-50 տարում ավելի պատրաստված լինենք, պետք է այսօրվանից սկսենք եւ բնականաբար ինչպես նշեցի արդեն չկա իդեալական պատրաստվածության վիճակ, որովհետև չես իմանա իրավիճակը ինչպես կդասավորվի։ Օրինակ միշտ հիմնական ռիսկերին աղետներին հաջորդում են երկրորդական կամ երկրորդային աղետները, օրինակ 11 թվականին այդ Ճապոնիայի ցունամի եւ երկրաշարժից, այո, հետո դեպքեր են եղել, երբ որ օրինակ այդ փոթորիկը շրջել է նավթով բեռնված այդ մեծ կոնտեյներները եւ հրդեհ է առաջացել, որը չգիտեմ, գուցե դժվար էր կամ հնարավոր չէր կամ առաջնային հիմնական խնդիրներից եւ թեմաներից չի եղել։ Ուզում ասել դու պատրաստում ես մի իրավիճակի, հանգամանքները դասավորվում են այնպես, որ դրան գումարվում է մեկ ուրիշը, բայց բոլոր դեպքերում պետքա պատրաստված լինել եւ առնվազն գոնե մետաշկի բաները ասցիր այդ պահպանման հետ կապված կոնսերվացիոն հետ կապված թվային ժառանգության մասին եմ ուզում խոսում, այսինքն թվայնացման մասին, թվայնացումը որպես նոր ձև է ամենի պահպանման եւ ուզում եմ հիշեմ նաև բանին Սամվել Կարապետյանին, չէ՞, Մաշտով ամբողջ Արցախով շրջեց եւ լուսանկարեց ամբողջ այդ ժառանգությունը, եկեղեցիները, այդ ամբողջ ամրոցները եւ այսօր փաստացի մենք Արցախը կորցրել ենք եւ մի մասն է ժառանգության ոչնչացվում է նպատակաուղված, բայց այդ թվայնացման հետևանքով հա հնարավորությամբ այդ նկարները որ մենք ունենք, մենք գոնե դա կարողանում ենք ինչ որ ձևով վերականգնենք, էլի։ Այո։ Դա գլխավոր եւ ամենաառաջնային քայլերից է, որը ինչպես նշեցի, չի պահանջում մեծ ֆինանսական ռեսուրսներ, ընդհանրապես պետք է կազմակերպել, ունենալ դրանց մենք այս մասին որ խոսեցինք, որ ասեցի, որ Արցախի դեպքում շատ հաճախ նաեւ մեր սխալները պետք է հասկանանք եւ ընդունենք, դրանցից մեկը հավաքածուների, թանգարանային հավաքածուների համապատասխան ցուցակներ չունենալն է եւ հետպատերազմական իրավիճակում է երբեմն որ կազմվում են այդ ցուցակները մինչդեռ սա հիմնական քայլերից անգամ եթե չպատրաստվենք աղետներին այլ առհասարակ գործունեության հիմնական քայլերից մեկը կարծես պետքա լիներ ունենալ ցուցակները եւ դրան հետեւող նաեւ պաշտպանության քայլերը ձեռնարկել ունենալ մի քանի օրինակով որպեսզի այդ հնարավոր աղետից հետո հնարավոր լինի այդ թվային օրինակներով պաշտպանել եւ ունենալ այդ ժառանգությունը հա Ես նաև հիմա հիշում եմ, որ մի չեմ հիշում, որ կղզինը, Վանուատուն է ոնց որ, բանը օվկիանոս, խաղաղ օվկիանոսում, հիմա նորը կաշտացի, որ ինքը անհետանում է, այսինքն անցնում է ջրի տակ է իջնում, եւ երկրի իշխանությունները որոշել են, որ գիտեն, որ մոտակա 100 տարվա մեջ այլևս չի լինի այդ կղզին եւ իրենց պետությունը կվերանա որպես այդպեսի, բայց իրենք որոշել են ստեղծեն իրենց կղզու վիրտուալ տարբերակը ամեն ինչ նկարում են, թվայնացնում են եւ ամենայն հավանականությամբ իրոք այդ պետությունը կշարունակի գործել, այսինքն իրանք գոնե ներկայացրել են հայտ մակին բանին, որ եթե պետությունը ֆիզիկապես չլինի, թույլ տան, որ պետությունը շարունակի գործել վիրտուալ մոդելի տեսքով նկարներով։ Հետաքրքիր դեպք է, ես։ Էլի կոնսերվացնում է, այդ մասը կոնսերվացում, այդ ամեն ինչը կոնսերվացնում է, բայց դա ամեն ինչի ամբողջ կյանքի եւ տարածքի կոնսերվացիան էր, որը կարող է բան տարբերակ լինի, էլի։ Հա, շատ հետաքրքիր դեպք է։ Մի ուրիշ բան ես հիմա հիշեցի, որ անմիջապես կախված չի թվայնացման հետ, բայց նորից թանգարանների կամ բանի արձագանքը ճգնաժամերին արաբ-ամերիկյան թանգարանը Դիրբորնի շատ հետաքրքիր կոնցեպտով ցուցադրությամբ
բայց իմ ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան, ուրեմն իրենք թանգարանի տանիքին ունեն բաց տարածք, բաց այգի են իրենք ասում, որտեղ մշակում են արաբական տարբեր երկրներից, միգրանտներից եւ փախստականների բերած բանջարեղենների սերմերի բույսեր են աճացնում, դդմիկ, կաղամբ, կարտոֆիլ, լոլիկ, այսինքն ինչ որ հնարավոր է ծաղկամանների մեջ, չտեսնված մի բան էր, շատ հուզիչ եւ հետաքրքիր, որի նորից ինչպես են կորսվող հիշողությունը իրենք անանում, կենթանի պահում եւ բոլոր այդ բույսերի մոտ փոքր ցուցանակով գրած էր թե դա ով է բերել թանգարան, իր պատմությունը, ինչպես է փրկվել, ինչպես է դուրս եկել Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից կամ որտեղից որ ինքը դուրս է եկել եւ տարվա մեջ մի քանի անգամ ունենում են բանի արաբական ավանդական ուտեստների վարպետած դասեր հենց այդ ուտելիքներով շատ այդպես բաներ տպավորիչ էր թե ինչպես են իրանք կենթանի պահում այդ ժառանգությունը հա վերջնաշուտ այդ բանը ճաշատեսակները կամ բաղադրատոմսերը մեր պատմական ժառանգության մի շատ կարևոր մասն են եւ հատվածներ եւ հիմա օրինակ երբ որ Երևանում շրջում ես շատ դեպքերում ու տեսնում ես այդ Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների տեղանված մեր հայրենակիցների այդ ժենգյալով հացի այդ կետերը կամ չգիտեմ քաղցրավենիքի որ են պատրաստում են ընդ որում հենց մաքուր Արցախի բանով ու այդ աշկերը ես որ միշտ մտնում եմ առնում եմ ու միշտ այդպես բան եմ անում որ իրենք դեռ իրենց բարբարով են խոսում շարունակում են իրար հետ շփվեն հենց դրանով ու կարծում եմ որ դա շատ կարևոր է դա պահել որովհետև դա հարստացնում է էլի մեր մշակույթը իհարկե մենք հիմնական շեշտը դնում ենք խոսում ենք ավելի այդ թանգարանային հավաքածուներից բայց ոչ նյութական ժառանգությունը նույնպես մեծ վնաս է կրում այս բոլոր տեսակի ճգնաժամերի հանգամանքներում եւ բազմաթիվ են այդպես դեպքերը երբ որ հետազոտողների առաջարկով քաղաքային իշխանությունները հետ պատահարային, հետ աղետային իրավիճակում կոմպակտ են պահում այդ բնակավայրերը հրդեհներից հետո, ջրհեղեղից հետո ժամանակավոր կամ մշտական երբ որ տեղափոխում են բնակչությանը մեկ այլ տեղ, միշտ աշխատում են կոմպակտ պահել բնակչությանը, նախ եւ առաջ դա սթրեսի հաղթահարման ավելի հեշտ ձև է եւ երկրորդը բնականաբար այդ ժառանգությունը չկորցնելու հնարավորություն է, որովհետեւ առանց այնել ինչ որ մի բան կորում է մարդկանց հիշողությունը տարածքի հետ կապված, տարբեր գործիքներ, գործողություններ, քայլեր, բայց կոմպակտ պահելը հնարավորություն է տալիս գոնե ինչ որ առումով ավելի դիմակայուն դարձնել այդ համայնքին եւ նաեւ նրանց հիշողությունը, որովհետեւ մի բան է որ մեկը հիշի այդ բաղադրատոմսը եւ պատրաստի, մեկ ուրիշ բան երբ որ ասենք այդ բանն էր, չէ, ինչ Ստեփանակերտի շուկան որ մտնում էիր, կարծես այդ խտացված Արցախի բանը լիներ, էլի, այդ բարբառը անընդհատ ականջիդ այդ խոսակցությունները եւ այլն մի բան է երբ որ անհատից ուղակի բան ես անում այդ ինֆորմացիան ստանում ես բայց մի բան է որ այդ համայնքը կարողանում է ավելի կոմպակտ լինել եւ դիմակայուն լինել այս աղետների իրավիճակում ճիշտ է եւ ես նորից եւս այդ դրա համար ուզում եմ կոչ անեմ չգիտեմ մեր կառավարությունը կամ որ լսում է կամ որ կարող է բանն է որ վերջապես կառուցեք բնակավայր որտեղ գոնե այն մարդիկ ովքեր կցանկանան իհարկե պարզ է ոչ մեկը այդպես հարկադրաբար չի կարող այնտեղ տեղափոխվի, բայց ես կարծում եմ մեր Արցախից տեղահանված մեր հայրենակիցները շատ մեծ սիրով, եթե լինի ինչ-որ մի առանցին բնակավայր նախատեսված իրենց համար, շատ սիրով կտեղափոխվեն եւ կապրեն։ Եվ վերջին հաշվով դա նոր պրակտիկա չի, նոր բան չի։ Հայոց ցեղասպանությունից հետո էլ չէ, շատ մարդիկ ովքեր արտագաղթում էին, գալիս էին ասենք այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածք կամ խորհրդային Հայաստանի տարածք, այն թաղամասերը որ ստեղծվեցին, չգիտեմ, Զեյթուն, Արաբքիչ, այդ կամ այն նոր Հայչն, դա այդ մարդիկ էին, ովքեր կամ սասունցիները որ գնում Թալինի այդ շրջանում էին տեղավորվում։ Դա հենց այդ մոդելն էր, որ մարդիկ այդ ժառանգությունը նաև իրենց ավանդույթները եւ սովորույթները պահեն։ Այսինքն ես չգիտեմ դրա մեջ ինչ այսպես կրիմինալ կա, քրեական բան, որ չեն ուզում անել կամ իսկ ռեսուրսների առումով ինձ թվում է որ մեր երկրում ռեսուրսներ կան միայն Երևանում կառուցապատման տեմպերը որ նայես կարող ես հավատաս որ հաստատ այդ նույն ռեսուրսերը ներդրվի նոր բնակավայր կառուցվելու հաստատ կկառուցվի լիովին համաձայն եմ որ դա ամենակարևոր բաներից մեկն է որ թվում է որ պետք է այդպես լիներ բայց տարօրինակ է որ հասել ենք 2025 թվական կարծես նախորդ փորձերը, նախորդ գիտելիքը, նոր հնարավորությունները, նոր այդ գործիքները կան եւ պետք է որ ավելի հեշտացնեին, բայց մենք դեռ ունենք այդ խնդիրը։
Իսկ հնի ժառանգությունը միշտ նաև ես օրինակ մի օրինակ կուզենայի բերեի, ուղղակի կարող է այդպես ամիջական կապ չունենա, բայց կա բան չէ, հուշամատյան կայքեջը կա, hushamatyan.org, խորհուրդ եմ տալիս իմիջիայլոց մեր լսողներին բոլորին մտնել նայել, որը վերականգնում է Արևմտյան Հայաստանի կյանքը։ Ես օրինակ իմ ուսանողներին շատ եմ սիրում դա ցույց տամ ու իմ ուսանողներից շատերը օրինակ հիացած են, որտեղ դեռ երկեր կա, տարբեր նույնիսկ բաղադրատոմսեր կա, որ նահանգից ինչպես են պատրաստել եւ օրինակ ուսանողները շատ մեծ այսպես սիրով դրան դա այսինքն ուզում եմ ասեմ, որ այդ ժառանգության պահպանումը, ժառանգության վերարտադրությունը դա միայն պետական կառույցների բան չպետք է լինի, էլի պարտականություն։ Դա ինձ թվում է պետք է նաև այդ սերը, այդ ձգտումը ներարկվի կամ դպրոցներին սկսած, որ ցանկացած երեխաներն կամ աշակերտներ իրենք ձգտեն դրան եւ հասկանան, որ այդ ժառանգության ստանալը եւ փոխանցելը իրենց կյանքի սովորական կենսաձևը պետք է լինի։ Միանշանակ, իհարկե, դա միայն պետական կառույցների բանը չի եւ մյուս շեշտադրում է այս թեմայի շուրջ ուզում ասել, որ ժառանգությունը միայն այդ տիտղոսային բանը չի, էլի հայտնի, չգիտեմ, տարազը, մի քանի այդ նյութական ժառանգության բաները դրանք բազմաթիվ առօրյայում կիրառվող խոսակցություններն են, բառերն են, ուտելիքների բաղադրատոմսերը, հասարակ հումորը, չգիտեմ, որևէ բան, ինչը որ կապված է տվյալ համայնքի հետ եւ նման կայքերը հենց կարեւոր են այդ բանով, որ ոնց են ինչպես են կարողանում բան անել։ Ինձ թանգարանացման, հիշողության թանգարանացման մի ուրիշ սովորաբար ես դժվար է հայկական իրականությունը ուսումնասիրել եւ առանձնացնել ցեղասպանությունը մյուս աղետներից, բայց բոլոր դեպքերում ընդունված է համարել, որ ցեղասպանությունը չներառել այս թեմաների մեջ, որովհետև դա մի բան է, որը քեզնից անկախ հանգամանքներում, այսինքն դու չէիր կարող կանխատեսել եւ դու ցեղասպանագետ ես եւ ավելին լավ կասես, ես չեմ ուզում շատ բան անել, բայց բոլոր դեպքերում ուզենք թե չուզենք ցեղասպանությունը, այդ պատերազմները, հետ պատերազմական բանը մեր քննարկումների գոնե շրջանակում է լինում եւ պատերազմի հիշողության թանգարանացման մի ուրիշ հետաքրքիր բան էլ կա, այդ բոսնիական օրինակը, պատերազմի կոչվում է կարծեմ պատերազմի երեխաների հիշողության թանգարան, երբ որ հավաքել են տարբեր համայնքներից երեխաների հիշողությունը այդ բանի հետ կապված պատերազմի իրանց սիրելի խաղերը նախապատերազմական, որոնք այլևս հնարավոր չի խաղալիքները եւ նաեւ մեր բանից հեռու չգնամ ամերիկյան համալսարանում էլ կարծեմ այդ մի նախագիծը ստեղծվեց, որը նորից հավաքում է հենց կոնկրետ երեխաների հիշողությունները իրենց համայնքի նախապատերազմական կյանքի հետ կապված շատ այսինքն թանգարան մենք մի փոքր բանից հիմնական բանից եկանք հասանք թանգարան ժառանգություն եւ ճգնաժամ մի ուրիշ կոնտեքստում, որի համար անկեղծ ասած ես ուրախ եմ, որովհետեւ շատ հաճախ որ ասում ենք թանգարան, մշակութային ժառանգություն, աղետ կամ ճգնաժամ, բնականաբար առաջին բանը որ գալիս է մտքներից դա ժառանգությունը կառավարելի եւ դիմակայուն դարձնելն է, բայց մի ուրիշ հետաքրքիր կողմ իբրև ուսումնասիրող, իբրև մշակութաբան հենց այդ բանի կապն է, ինչպես են թանգարանները դառնում ոչ միայն տենց հինը պահպանելու տեղեր, այլ նաև կենթանի տարածքներ, որոնք անմիջապես արձագանքում են այդ աղետներին, այսինքն թանգարանները բանի կոնտեքստում ոչ միայն կարիք ունեն իրենք պահպանվելու, այլ նաև հետաքրքիր է այդ բանը տեսնել եւ միշտ այդ բաներում առնվազն գոնե 20-րդ դարի սկզբից սկսած թանգարանները այդ ուզենք թե չուզենք այդ չեզոք տարածքները չեն, ապա քաղաքական տարածքները չեն եւ միշտ արձագանքում են, այդպես բազմաթիվ դեպքեր կան եւ երկրորդ համաշխարհային պատերազմին ամերիկյան օրինակը, թե ինչպես էին արձագանքում թանգարաններին, արագ մոբիլիզացվեցին եւ դրանք դարձան բանակին ինֆորմացիա մատակարարող ամենագլխավոր բանը, երբ որ բազմաթիվ թանգարաններ Եվրոպայում, նույնիսկ նաեւ Ամերիկայում փակվում էին, Smithsonian թանգարանը վերապրոֆիլավորեց ինքն իրեն, այդպես ոչ օֆիցիալ, այո, ստեղծվում է պատերազմի կոմիտե, որտեղ սկզբում աշխատում էին միայն թանգարանների,
Սմիթսոնյան թանգարանների աշխատողները, բայց հետո մարդկային ռեսուրսի պակասի պատճառով, որտեղ նախ պահանջն էր մեծանում, եւ հետո թանգարանների աշխատակիցները, բազմաթիվ աշխատակիցներ զորակոչվում էին բանակ եւ ռեսուրսի խնդիր ունեն եւ այդ պատերազմի կոմիտեն կոնսոլիդացրեց ակադեմիական համայնքին եւ երբեմն տարբեր հարցերով դիմում էին եւ նրանց ներգրավում, սկսեցին եւ արդեն պատերազմի ավարտին 21 հատոր հրատարակություն ունեին, որոնք մեծ պահանջարկ ունեին եւ հիմա ամբողջը թվայնացված իրենց կայքում դրված է, այո, այդ խաղաղօվկիանոսյան տարածքի բնակչության վերաբերյալ հետազոտություններ, որովհետեւ ամերիկացի զինվորները մասնակցում էին պատերազմին եւ չգիտեին ուր են գնում, աշխարհագրական իմաստով գնում են անտառային գոտի, տափաստանային գոտի, չգիտեին բույսերը ինչպես է պետք օգտագործել, չգիտեին այդ մարդկանց հետ շփումներ, այսինքն թանգարանները դարձան այն տարածքները, որոնք պատերազմի ընթացքում բնականաբար չէին կարող այդ նեյտրալ չեզոքությունը պահել եւ դարձան այդ բանակին ինֆորմացիա մատակարարող եւ բազմաթիվ հրատարակություններ անգամ հետ պատերազմական շրջանում հենց այս աշխատանքի իներցիայի արդյունքում են շատ հետաքրքիր եւ նաեւ ցուցադրությունները շատ հետաքրքիր թեմա է սա, ինչպես են շատ արագ կազմակերպում ցուցադրություններ, հետաքրքիր համատել եւ նաեւ խորհրդային ու ամերիկյան փորձը, նացիստական Գերմանիայի փորձը, պատերազմը դեռ նոր սկսած 1 տարի էլ չէր անցել, շատ արագ Մոսկվայում ցուցադրություն կազմակերպվեց բանից նացիստական Գերմանիայից արգրավված ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ կամ բանում նահանգների տարբեր թանգարաններ նորից ոչ այդ կոնտեքստով, բայց նորից բան էին անում, տարբեր ցուցադրություններ էին կազմակերպում եւ հետաքրքիր է այդ մի ձևակերպում Թեոդոր Լոուն իր երկրորդ համաշխարհայինի ժամանակ գրված մի թանգարանագետ իր հոդվածում հարցին թե ինչ են թանգարանները, այդ կոնտեքստում է նաև անդրադառնում, ասում են, որ այո, թանգարանները նաև նեյտրալ տարածքներ, չեզոք տարածքներ չեն, ազդվում են քաղաքական իրավիճակներից, բայց եթե ֆաշիստական Գերմանիան այդ ամեն ինչը կազմակերպում է կեղծ տեղեկությունների վրա, ամերիկյան թանգարանները կազմակերպում են օբյեկտիվ եւ ճիշտ տեղեկությունների վրա, բայց այո, բոլոր դեպքերում այս թանգարանները ուզենք թե չուզենք, այս ճգնաժամային որոշակի իրավիճակներում, հատկապես ճգնաժամային իրավիճակներում դառնում են այդ քաղաքական խոսույթը, մեսիջները տեղ հասցնելու միջոցներ։ Նաև ես ուրիշ բան մտածեցի, որ թանգարանները կարող են նաև դառնան այդ կամ աղետներ ավելի շուտ կարող են դառնան ցուցադրության օբյեկտ, չէ՞։ Այո։ Այսինքն աղետների վերաբերյալ ինչ որ ցուցադրություն արվի մենք գոնե այսինքն մեր հայոց պատմությունը որ նայում ես ամբողջը լի է այդ երկրաշարժերի նկարագրություն միջնադարից սկսած պատմիչների նկարագրությունները ասենք այդ ավերածությունները չգիտեմ Երզնկայի երկրաշարժը 30,000 զոհով եւ բերել հասցնել միջև մենք միջև հիմա չունենք սպիտակի երկրաշարժի հիշատակացումը ոչ մի օրինակ, բայց ինձ թվում է հենց պատմության թանգարանն էլ պետք է անի, ինձ թվում է։ Այո, եւ ասեմ, որ շատ հետաքրքիր թեմա բացեցիր, որովհետեւ սա այն թեման է, ինչը որ ես հիմա հետազոտում եմ եւ կարծում եմ, որ ինչ որ արդյունք կունենամ, ինչպես են, որովհետեւ թանգարանները բացի ցուցադրական տարածքները նաև կրթական են, շատ կարևոր։ Այո, կարիք ունենք, որ աղետները ինքնին ցուցադրվեն եւ ինչ որ առումով եւ գիտելիք են փոխանցելու եւ օգնելու են հաղթահարելու այդ հետ պատահարային հետ աղետային ստրեսը։ Եվ նաեւ բարձրացնել են զգոնությունը, որի մասին մենք խոսում ենք, որ մարդկանց թվում է, որ դա իրենց հետ տեղի չի ունենա եւ դրա համար իրանք պատրաստ չեն, ասենք ռիսկերը չափեն եւ պատրաստվեն հնարավոր աղետին։ Իսկ եթե իրենք ամենօրյա իրենց կյանքում լսեն, որ դա հնարավոր է, դա կարող է տեղի ունենա, միգուցե այդ ավելի զգոնությունը կավելանա եւ լավագույն դեպքը քո ասացի այդ 20-րդ դարի 20-ական թվականներին 10-ականների վերջի իսպանական գրիպի դեպքն է, երբ որ իր այդ համավարակը մեծ ծավալ ընդգրկեց ամբողջ Եվրոպան եւ ամերիկյան մայրցամաքը այդ գրիպից դուժեցին եւ հաղթահարելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների առողջապահության նախարարությունը նախաձեռնեց որպեսզի թանգարաններում լինի դրան նվիրված ցուցադրություններ, որոնք կբարձրացնեն ընդհանուր հասարակության ինֆորմացիայի, գիտելիքի, տեղեկատվացության մակարդակը
գրիպի եւ առհասարակ համավարակների վերաբերյալ կամ մեկ ուրիշ հետաքրքիր դեպք դա 1970-ականներին ասեմ որ երկրորդ համաշխարհայինից հետո ամերիկյան թանգարանները ինչ որ առումով իներցիայով շարունակում էին պահել պատերազմի հերոսականացման այդ թելը եւ իրենց ցուցադրություններում կամ չէին անդրադառնում կամ եթե անդրադառնում էին այդ հերոսական գծով էին շարունակում 1970-ականներին մեծ ըմբոստություն բարձրացավ Ամերիկայում վիետնամական պատերազմի ժամանակ երբ որ թանգարանները հասարակությունը պահանջում էր բողոքի ցույցեր էր կազմակերպում թանգարանների դիմաց պահանջելով չլինել նեյտրալ գոտի չլինել նեյտրալ տարածք այլ քննադատական հայացքով խոսել այդ ամեն ինչի մասին եւ 70-ականներից 72 թվականին 3 թվականին Մոմայում մետրոպոլիտենում տարբեր բաներ ցուցադրություններ ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպվեցին հենց ինչ որ առումով նաև քննադատական բան ունենալով հայացք ունենալով եւ շատ հետաքրքիր է ընդհանուր առմամբ այս ամերիկյան հասարակությունը ոնց է արձագանքել եւ արձագանքում թանգարանային գործունեությանը ցուցադրություններին եւ ինչպես է այդ ամեն ինչի արդյունքում փոխվում թանգարանները կամ մեկ ուրիշ դեպք 1995 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի տարած հաղթանակի 50-ամյակը նշելու շրջանակում Ամերիկայի օդի եւ տիեզերքի թանգարանում դա ընդհանրապես համարվում է ամերիկյան թանգարանային պատմության մասնագետները համարում են ամոթալի դրվագներից մեկը, երբ որ օդի եւ տիեզերքի թանգարանում նախատեսում էին ցուցադրել նաեւ այդ Էնոլա Գեյ բանը, ռազմանա ինքնաթիռը, որը ատոմային ռումբն է անկցել։ Այստեղ 3 բախում կար թանգարանի տնօրինության կամ աշխատակազմի մեջ վետերան, որը փորձում էր հնարավորինս նեյտրալ կոնտեքստում ցուցադրել այդ ինքնաթիռը եւ այդ պատմությունը, մյուս կողմից վետերաններն էին, որոնք նշում էին, որ դուք նվաստացնում եք մեր հաղթանակը, շատ վատ եք, շատ չեզոք եք ներկայացնում եւ երրորդ կողմը ճապոնական հասարակությունը, որը մի կողմից բողոքում էր առհասարակ այդ ցուցադրելու համար եւ ասում էր, որ եւ այս ամեն ինչի արդյունքում իհարկե տնօրենը հրաժարական տվեց եւ սա էլ հետաքրքիր պատմություն է թե հրաժարական տալուց մի տարի հետո իր հայտնի գիրքն է գրում հենց այս դեպքերին նվիրված էլի մի բան ոնց են այդ ինչպես է հնարավոր անգամ վատ փորձը դարձնել հետազոտության եւ կրթական նյութ իհարկե վերջիվերջոց ինքնաթիռը ցուցադրվեց եւ 2000-ականների սկզբին ինքնաթիռը այնտեղից տեղափոխեցին բայց ուզում ասել որ այս թանգարանները որևէ կերպ պետք է արձագանքեն անպայման աղետների ճգնաժամերին իրենց ցուցադրության տարածքներում եւ եթե չի լինում դա թանգարանի կողմից երբեմն հասարակությունը ինքն է պահանջում որ անդրադարձ լինի դրանց Հա, ուսում ենք մեր հասարակությունը նույնպես նման պահանջատեր կդառնա կամ այդքան հասունության հասնի որ պահանջատեր կդառնա շատ դեպքերում այսինքն պահանջատեր ինչ իմաստով կսկսի թեմաներ գեներացնել որը հանրային դիսկուրսի մաս կդառնա այսինքն ինքը ոչ թե կզբաղվի բամբասանքների եւ այդ վաղճանաբանական ինչ-որ սցենարների մշակմամբ, այլ իրոք թեմաներ, որոնք կարիք կա մեր հասարակությունում խոսել, քննարկել եւ այլն, եւ դրանից կարեւորը իհարկե մենք մի քանի անգամ շեշտեցինք, դա վերջին պատերազմի վերջո բանն է, քննարկումն է, մեր հասարակությունում ցավոք սրտի դա չկա, դա զուտ մնացել է քաղաքական դաշտում, երբ որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր դրական կողմերը ցույց տալ եւ դիմացինին այսպես բանանել, հաղթել այդ դաշտում, բայց դա հաղթանակի խնդիր չի։ Սա հասարակությունում հասկանալու, մեր միջով անցկացնելու եւ ասենք դրա արդյունքում ինչ որ եզրակացություններ գալու եւ ես համոզված եմ, որ այս ապառակտումը, որ կա մեր հասարակությունում, այս ծանր հոգեբանական վիճակը, այս ստրեսային վիճակը կամ լարվածություն եւ էմոցիոնալ վիճակի պատճառներից մեկը հենց դա է, որ մենք դեռ չենք վերլուծել ինչ մեր հետ կատարվեց։ Մենք չենք հասկացել ինչ մեր հետ կատարվեց, իսկ դա դիսկուրսի բացակայությունն է։ Նժդե ջան, շատ շնորհակալություն, չափազանց հետաքրքիր էր ու նաև շատ կարևոր ուսուցանող, որովհետև եւս մեկ անգամ մեզ այսպես բան կանի զգոնության կոչի եւ մենք պետք է հասկանանք, որ պատրաստ լինելը չի
փրկում, չի ապահովում մեզ կորուստներից, բայց գոնե հաստատ նվազեցնում է այդ հնարավոր կորուստները եւ բացասական հետևանքները։ Ու վերջին հարցը ունեմ, սրանով ամփոփենք, բայց սա անձնական հարց է, դրա համար այդ հիմնական թեմայի հետ կապ չունի, չնայած ունի նաեւ։ Հիմա գիտես, շատ պոպուլյար է դարձել այն խոսույթը, որ հասարակագիտությունը կարևոր չի, հիմա հիմնականում պետք է ուշադրությունը դարձնենք բնագիտական գիտությունների, մաթեմատիկա, ֆիզիկա, ինչ-որ տեղեկատվական տեխնոլոգիան եւ այլն, եւ շատ մարդիկ նույնիսկ չեն հասկանում եւ նաեւ ինչ-որ թերագնահատում են այն ոլորտը, որով մենք զբաղվում ենք, հասարակագիտությունը։ Դրա համար ուզում եմ երկու հարց տամ, նախ առաջինը ինչու զբաղվել հասարակագիտությամբ, ինչու զբաղվել պատմությամբ, եւ երկրորդը ինչու անձամբ դու որոշեցիր, որ հենց դա պետք է ընտրես եւ ոչ թե դառնաս, ասենք, քիմիկոս կամ, չգիտեմ, ֆիզիկոս։ Շնորհակալություն։ Ես որ հեշտականությամբ հարմար է։ Այո, շատ ճիշտ նկատեցիր, գոնե մեր հասարակությունում ավելի կարծես ստորադասվում կամ առաջնահերթ չի համարվում հասարակագիտությունը, ես չի ուզենա համատել, ասել ավելի կարևոր է կամ ավելի, չէ, ես հարցի կոնտեքստում չեմ ասում, ընդհանուր առմամբ չի ուզենա առանձնացնել մեկը շեշտադրել, հասարակագիտությունը մեր կարծես հասարակության առհասարակ հասարակության կենսագրությունը կարդալու լեզուն է, հնարավորությունն է, միջոցն է, գործիքն է, ինչպես անվանենք, որը թույլ է տալիս մի կողմից ծանոթանալ, լողակի պատմությունը ծանոթանալու միջոց չի, կարծում եմ մի կողմից հնարավորություն է տալիս ծանոթանալ եւ կանխատեսել եւ ավելի հավասարակշռված եւ հաշվարկված որոշումներ հետագայի համար կատարել, այսինքն այս առումով չափազանց կարեւոր է իմանաս քո հասարակության կենսագրությունը, մենք գիտենք, չէ, բոլորս մեր կենսագրությունը, ով որտեղից է, դրանով հպարտանում ենք, դրանով երբեմն մեր դասերը, մեր քայլերը, հաջորդականությունը դրանով պայմանավորված ենք իրականացնում, նույն կերպ նաև մեր հասարակության կենսագրության ծանոթանալու միջոցն է հասարակագիտությունը, իսկ ինչու ես որոշեցի զբաղվեմ հումանիտար ոլորտով պատմությամբ, դժվարանում եմ ինչ-որ մի դեպք կամ ինչ-որ մի օր հիշել, որ այսօրվանից կախված որոշեցի, որովհետև կարծես այդպես գնում էր, ես դպրոցի գոնե վերջին տարիներին հավասարաչափ հետաքրքրված էի եւ քիմիայով եւ ֆիզիկայով եւ պատմությամբ, բայց կարծես այդտեղ երկրորդ ընտրության բանը չկար ինքս իմ համար, որևէ այդ պարտադրանքը կամ բանը ուղղորդումը չի եղել, բայց կարծես երկրորդ նման բանը չկար, որովհետև երևի հետաքրքրվում էի այդ ամեն ինչով, այդ պատմությունով հետաքրքրված էի ավելի եւ ուզում էի շատ բաների պատասխանը հենց ինքս գտնել եւ դա ինձ բերեց հումանիտար ոլորտ ու այստեղ արդեն վերջին տարիներին այսպես տարբեր թեմաների մեջ ներգրաված փորձում եմ ինձ հետաքրքրող տարբեր բաներ տարբեր պատմություններ, տարբեր թեմաներ ավելի բացել եւ ավելի լավ ծանոթանալ։ Նորից շնորհակալություն եւ հաջողություն քո գործերում։ Շնորհակալ եմ հրավերի համար։